Հորիզոնի ժամը 12-ի թողարկումն է, բարև ձեզ։ Վրաստանի նախագահ Միխայել Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամաներ է Հայաստան։ Հանրապետության նախագահի նստավայրում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահներ Վահագն Խաչատուրյանը եւ Միխայել Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը։ Հայաստանի եւ Վրաստանի նախագահները այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։ Վրաստանի նախագահ Միխայել Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել եւ հարգանքի տուրք մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Պաշտոնական այցի շրջանակում երեկ տեղի ունեցել Հայաստանի եւ Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Քրիստեն Միխալի հանդիպումը։ Նախ կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը։ Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ։ Էստոնիայի վարչապետը ողջունել է խաղաղությանը միտված բոլոր քայլերը եւ նշել է, որ համաձայնագրի ստորագրմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանում կհաստատվի երկարատև եւ կայուն խաղաղություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել ցանկվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Մեծապես կարևորում եմ Էստոնիայի Հանրապետության հետ համամարտկային եւ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը եւ բարձր եմ գնահատում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Էստոնիայի Հանրապետության կառավարության կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը, ինչի մասին դուք նույնպես նշեցիք։ Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը, մասնավորապես դրանցում թվային լուծումների եւ էլեկտրոնային կառավարման գործիքների զանգվածային կիրառությունը օրինակելի է Հայաստանի համար եւ մենք իհարկե շատ հետաքրքրված ենք այդ հարցում մեր հետագա համագործակցությունը խորացնելու առումով։ Վերջին տարիներին բարձրաստիճան փոխայցելությունները նոր որակի են բարձրացրել մեր երկու բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսությունը։ Թույլ տվեք վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի միջոցով կարող ենք ել ավելի խորացնել առկա փոխգործակցությունը։ Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցանք արդյունավետ քննարկումներ ծավալել ամենատարբեր բնակավարներում Հայաստան-Էստոնիա ներկայիս համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաև նախանշել փոխգործակցության հեռանկարային այլ ուղղություններ։ Մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում համագործակցության խորացումը կրթության, գիտության, տեղեկատվական եւ նորարարական տեխնոլոգիաների բնագավառում։ Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր որակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին։ Երկկողմ համագործակցությունից զատ անդրադարձ կատարեցինք բազմակողմ ձևաչափերում Հայաստան-Էստոնիա փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության օրակարգին։ Էստոնացի գործընկերոջս ներկայացրեցի Հայաստան-ԵՄ օրակարգի վերջին զարգացումները, Հայաստանի քաղաքացիների եվրոպական նկրտումները, ակնկալելով պաշտոնական Տալինի քաղաքական աջակցությունը դեպի Եվրամիություն տանող բարդ եւ երկարատև ճանապարհին եւ շնորհակալ եմ ցուցաբերված պատրաստակամության համար։ Այս համատեքստում մեծապես կարևորում եմ Հայաստան, Նորդիկ Բալթյան երկրներ համագործակցության հետագա խորացումը եւ լիահույս եմ, որ ձևաչափի շրջանակներում համագործակցությունը կլինի արդյունավետ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների եւ եվրոինտեգրման գործընթացի համատեքստում։ Վստահ եմ, որ այս ձևաչափի մասնակից երկրների եւ Հայաստանի փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ։ Իհարկե, մենք այսօր Էստոնիայի վարչապետի եւ ընդլայնված կազմով քննարկման ժամանակ անդրադարձ ենք կատարել աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Այս առումով կցանկանայի մեկ անգամ եւս նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ դիրքորոշում ունի հասնելու կայուն խաղաղության մեր տարածաշրջանում։ Մենք վճռական ենք իրականացնելու այդ ճանապարհին անհրաժեշտ մեր բաժին քայլերը, կրել մեր բաժին պատասխանատվությունը
եւ արկա խնդիրները հարևանների հետ լուծել կառուցողական երկխոսության եւ բանակցությունների միջոցով։ Այս համատեքստում ներկայացրել եմ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հետ կապված վերջին զարգացումները եւ մեր ակնկալիքը առ այն, որ Հայաստանի խաղաղության օրակարգը ի վերջո շոշափելի արդյունք կտա։ Շնորհակալություն եմ հայտնել գործընկերոջս Էստոնիայի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնական փոխհամաձայնեցումը ողջունելու համար եւ վերահաստատել եմ իմ պատրաստակամությունը ստորագրելու արդեն իսկ համաձայնեցված տեքստը, նշելով նաեւ, որ հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով մասնակցել է համաշխարհային անվտանգության ֆորումին։ Հարցուպատասխանի ընթացքում Արմեն Գրիգորյանը անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին։ Անվտանգության խորհրդի քարտուղարը անդրադարձել է նաեւ Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված խաղաղության խաչմերուկ նախագծին որպես կարևոր տնտեսական նախաձեռնություն ուղղված Հարավային Կովկասում կայուն եւ հարատև խաղաղություն հաստատելուն։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը պաշտոնական այցով Բաքվում էր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հնչել են մի շարք հայտարարություններ։ Թեմայի շուրջ Վահագն Հակոբյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ։ Իրականում դեռևս ամռանն էր Իլհամ Ալիևը հրավիրել Մեսուդ Փեզեշքյանին Բաքու այցելել, սակայն այդ հրավերը իրականացուն դարձնելու համար մոտ գրեթե 9 ամիս պահանջվեց։ Վերջին անգամ Իրանի նախագահ Բաքու էր այցելել անցած տարվա մայիսին, դա Էբրահիմ Ռայիսին էր եւ հիշում ես յետադարձի ճանապարհին նրա ուղղաթիռը դեռևս մինչ օրս մինչև վերջ չհետաքննած պայմաններում կործանվել էր եւ մինչ օրս դեռ հարցեր կան եւ այդ հարցերից մի քանիսը կապված է նրա հետ թե ինչ դեր է ունեցել այս ամենում Ադրբեջանը։ Ինչևէ, հայտնի էր, որ Ռայիսին պատրաստվում էր նաեւ Երևան մեկնել, իսկ այն մասին, թե արդյոք Փեզեշքյանը գալու է Երևան, որևէ պաշտոնական համենայն դեպս տեղեկություն մինչ օրս չկա։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների այդպիսի այցը իսկապես ծրագրվում է։ Արտյոմ, այցը տեղի ունենում այն ժամանակ, երբ Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները դժվարին փուլում են, գոնե թե բարեկամական չես անվանի այդ հարաբերությունները։ Առնվազն մեղմ ասած, Փեզեշքյանը այցից առաջ հայտարարել էր, որ իր այս այցը նոր էջ է բացելու Իրանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում, իսկ այդ հարաբերություններում լարվածությունը ել ավելի էր աճել Թեհրանում Ադրբեջանի դեսպանությունում նախանցած տարվա հունվարին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, երբ էթնիկ մի ադրբեջանցի հարձակում էր կատարել դեսպանության անվտանգության ծառայության աշխատակիցների վրա, արդյունքում եղավ 1 զոհ, մի քանի վիրավոր։ Դրանից հետո Ադրբեջանը պարզապես օգտագործեց այդ առիթը դեսպանությունը փակելու, դիվանագիտական այսպես դեմարշներ կազմակերպելու համար։ Իրականում դա ընդամենը պատրվակ էր, որը օգտագործել էր Ադրբեջանը, իսկ իրական պատճառն այն էր, որ Իրանը շատ հստակ էր դրել իր մոտեցումը այն հարցում, որ Ադրբեջանի պահանջները ուղղված Հայաստանին կապված այդ Սյունիքի տարածքով սուվերեն միջանցքի անհիմն են եւ հակասում են Իրանի պետական շահերին։ Անգամ այդ զորավարժությունների շարքից հետո հարաբերությունները կտրուկ վարդարացել էին եւ անգամ ուժային բախման վտանգ էր առաջացել։ Անցած տարվա ամռանը հուլիսին որոշ այսպես ջերմացում տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Իրանում ցմահ ազատազրկման դատապարտեցին այն ադրբեջանցի ոճրագործին, որը հարցակումներ կատարել, բայց չէին շտապում իրականացնել մահապատժի այդ դատավճիռը։ Իլհամ Ալիևը մի քանի օր առաջ անդրադարձել էր այդ խնդրին, հայտարարելով, որ Իրանի եւ Ադրբեջանի միջև վերջնական հարաբերությունների բարելավումը կարող է տեղի ունենալ միայն այն բանից հետո, երբ ահաբեկիչը պատժվի։ Եվ ահա երեք հայտնի դարձավ, որ ամեն ինչ պատրաստ է, որպեսզի մահապատիժը ի կատարածվի եւ ամենայն հավանականությամբ
պաշտպանականությամբ մոտ օրերի ընթացքում Յասին Հուսեյնզադեն այդ ահաբեկիչը իսկապես կիրականացվի նրա հանդեպ մահապատժի վճիռը։ Բաքվում հույսեր են կապում, որ Իրանի նոր նախագահ ադրբեջանցի է, այդ հույսերն արդարանում են։ Մեսուդ Պեզեշկյանը իսկապես էթնիկ ադրբեջանցի է, երբեք չի թաքցրել եւ անգամ տանը իր զավակների հետ ադրբեջաներեն է խոսում եւ դա Բաքվում որոշ այսպես անհիմն հույսերի հիմք էր դա դարձել։ Ադրբեջանի իշխանամետ մամուլը գրում էր այն մասին, որ քանի որ ադրբեջանցի է ընտրվել Իրանի նախագահ, դա զգալիորեն կօգնի Թեհրանի հետ հարաբերությունների բարելավման հարցում։ Իհարկե այս հույսերը անհիմն էին, քանի որ Պեզեշկյանի համար առաջնահերթին են ոչ թե նրա էթնիկ ծագման հետ կապված նկատառումները, այլ պետական շահը, որը ակնթայտորեն հակասում է Ադրբեջանի շահին։ Եվ այս այցից մի քանի օր առաջ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պեզեշկյանը մի քանի շատ կարևոր ազդակ էր ուղղել Ադրբեջանի իշխանություններին։ Դրանցից մեկը հետևյալն է, որ Իրանը այսուհետ եւս շարունակելու է պաշտպանել Հայաստանի օրինական իրավունքները, մեջբերև նրա խոսքերը։ Մեր ու Ադրբեջանի միջև թշնամանք չկա, մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները, ինչպես եւ պաշտպանում ենք Հայաստանին իր օրինական իրավունքների շրջանակներում։ Սա բառացիորեն մեջբերում էր։ Երկրորդ ազդակն կապված այն բանի հետ, որ Իրանը չի հանդուրժի ոչ մի միջանցք Հայաստանի տարածքով։ Մեջբերեմ նրա խոսքն, այսինքն ոչ թե մեջբերեմ, նկարագրեմ։ Նա ասել է, որ Իրանը իր կողմից շատ շուտով կիրականացնի այն միջանցքը, որը կկապի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ Իրանի տարածքով եւ այստեղ ոչինչ չի խանգարի Ադրբեջանին օգտվել այս տրանսպորտային խողովակից։ Այսինքն սա զգուշացում է Ադրբեջանին, որ եթե դուք իսկապես տրանսպորտային ուղի եք ցանկանում, ապա այդ ուղին մենք ձեզ կտրամադրենք եւ Հայաստանը դրա հետ որևէ կապ չունի։ Իսկ եթե ձեր ուզածը այլ բան է, ապա այստեղ արդեն գործ պետք է ունենաք Իրանի հետ, քանի որ Իրանի ազգային շահերին դա ակնհայտորեն հակասում է։ Արտեմ, ինչ է հայտնի բանակցությունների թեմաների մասին։ Պեզեշկյանը շատ ներկայացչական պատվիրակության ուղեկցությամբ է Բաքու մեկնել, 120 հոգի ուրեմն դիվանագետ, գործարար, պաշտոնյա է նրան ուղեկցում, այդ թվում նախարարներ եւ հյուսիսային նահանգների նահանգապետեր։ Բանակցությունները Բաքվում տեղի ունեցան նախ նեղ կազմով, այնուհետ ընդլայնված կազմով, մի շարք փաստաթղթերը ստորագրվեցին ոչ այդքան կարևոր։ Կարծում եմ գլխավոր թեման Պեզեշքյան-Ալիև բանակցությունների իհարկե Իրանի եւ Իսրայելի միջև առճակատումն է եւ այս առճակատման հարցում Ադրբեջանի դերն է, թե ինչպիսին կլինի Ադրբեջանի գործողությունը, եթե Իսրայելի եւ Իրանի միջև առճակատումը ուժային ֆազայի հասնի։ Եվ պատահական չէ, որ այս այցից հաշված օրեր անց, իսկ ավելի կոնկրետ մայիսի 8-ին Բաքու է ժամանելու Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն եւ մնալու է Բաքվում 3 օր։ Այսինքն դա եւս վկայում է այն մասին, որ այս երկու այցերը այսպես կապակցված են եւ Ադրբեջանը այստեղ որոշակի բավական մեծ դեր ունի։ Մյուս կարևորագույն թեման դա այն տրանսպորտային նախագծերն են, որոնք կապում են Իրանը Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով եւ նաեւ էներգետիկ նախագծերը։ Դա վերաբերվում է Ադրբեջանի տարածքով Իրանի եւ Ռուսաստանի միջև գազային փոխանակումների գործարքին եւ Ռեշտ Աստարա երկաթգծային նախագծին, որը վաղուց արդեն չեն կարողանում իրականություն դարձնել ռուսներն ու ադրբեջանցիները, քանի որ Իրանը չի ձգտում զարկ տա, այսինքն առաջ տանել այս նախագիծը։ Եվ իհարկե կասկած չունեմ, որ այս բանակցություններում շոշափվել է նաև հայկական թեման, մասնավորապես այն նախագիծը, որը Բաքվում Զանգեզուրի միջանցք են կոչում, եւ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի կնքման հարցը, որը եւս վերաբերվում է ուղղակիորեն Իրանի շահերին։ Շնորհակալություն Արտем։
Իրանի խոշորագույն առևտրային նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, վիրավորներին 1200-ի։ Երկրի ազգային աղետների կառավարման կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ հրդեհի մարման աշխատանքները ավարտվել են։ Առաջիկա օրերին կշարունակվեն մաքրման ու փլվածքների հեռացման աշխատանքները։ Պայթյունի հետևանքով վիրավորված 1072 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 138 վիրավոր դեռևս բուժում է ստանում։ Պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 26-ին Բենդերաբազ քաղաքի Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում։ Ապրիլի 28-ը Իրանում հայտարարվել էր սգոր։ Իրանի ներքին գործերի նախարարը ավելի վաղ հայտնել էր, որ պայթյունի պատճառը եղել է անփութությունը։ Կանադայում տեղի են ունեցել համայնքների պալատի 45-րդ ընտրությունները։ Նախնական տվյալներով հաղթանակ է տարել վարչապետ Մարկ Քարնիի լիբերալ կուսակցությունը։ Տեղի լրատվամիջոցները նշում են, որ դեռ հստակ չէ, արդյոք լիբերալները կկարողանան մեծամասնություն կազմել, թե ստիպված կլինեն կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Պահպանողականների առաջնորդ Պիեր Պոլիևը շնորհավորել է Մարկ Քարնիին հաղթանակի կապակցությամբ։ Հաղթանակից հետո իր ելույթում Քարնիին կրկնել է իր խոստումը, որ կանադական տնտեսությունը ավելի քիչ կախված կլինի Միացյալ Նահանգներից։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ ապագայում բանակցություններ վարելիս նրա հետ կքննարկի Կանադայի տնտեսությունը եւ անվտանգային հարաբերությունները երկու ինքնիշխան պետությունների միջև։ Կանադայում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններում պայքարը 343 մանդատի համար է։ Մեծամասնական կառավարություն ձևավորելու համար հաղթողը պետք է ունենա 172 մանդատ։ Հաղթող կուսակցության առաջնորդը կդառնա երկրի վարչապետը։ Այժմին այսքանը, կհանդիպենք ժամը 15-ին։ Հայրենիքը սկսվում է քեզնից, քո ընտրությունից, քո գործից։ 28 տարի շարունակ իդեալ համակարգը լինելով իր հաճախորդների ընտրությունը դարձել է որակի եւ վստահության խորհրդանիշ։ Այս անգամ իդեալ համակարգը առաջարկում է մինչեւ 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուներին։ Սա մեծ եւ լավ հնարավորություն է հատկապես երիտասարդ ընտանիքների համար, ովքեր ունեն բնակարան վերանորոգելու խնդիր, օգտվեն այս հրաշալի ակցիայից եւ խորհուրդ եմ տալիս մի փոքր շտապեն, որովհետեւ ժամանակը շատ սուղ է։ Իդեալ համակարգը ձեր երազանքի տունը վերածում է իրականության։ 5000 ընտանիք կստանա 500,000 դրամի արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ։ Իսկ ստանալը պարզ է եւ հասանելի բոլորին։ Ընկերությունը հաշվի է առել նաեւ իր հաճախորդների մտահոգությունները։ Սերտիֆիկատները ստանալու համար պարզապես անհրաժեշտ է այցելել idealsystem.am կայք, լրացնել համապատասխան դաշտերը եւ մոտենալ իդեալ համակարգի խանութ սրահ։ Որոշ հաճախորդների շրջանակներում կար նաեւ մտահոգություն, որ իրենց նորակառույց բնակարանները դեռ պատրաստ չեն կամ հանձնվելու են 1, 2 կամ 3 ամիս հետո։ Իդեալ համակարգը այդ խնդիրները լուծում տվել, հաճախորդները հնարավորություն ունեն կատարել իրենց գնումները այսօր եւ ապրանքները ստանան որպես առաքում մինչեւ 6 ամիս ժամկետում։ Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի հունիսի 1-ը, իսկ սերտիֆիկատները կիրառելի են մինչև դեկտեմբերի 30-ը։ Վերանորոգման սերտիֆիկատի միջոցով հնարավոր է վճարել գնման մինչև 10%-ը եւ համատեղելի է բոլոր գործող ակցիաների ու զեղչերի հետ, դրանք դարձնելով ել ավելի շահավետ։ Իդեալ համակարգի համար կարևոր է ոչ միայն սեփական աճը եւ զարգացումը, այլ նաեւ այն ազդեցությունը, որ իր գործունեությունը կարող է ունենալ երկրի զարգացման, հասարակության եւ շրջակա միջավայրի վրա։ Ընկերությունը իր մշտական ներդրում ունի երկրի զարգացման գործում։ Իդեալ համակարգը առավելագույնի է հասցնում օրենքով նախատեսված հնարավորությունները, շարունակելով իր վստահ առաջընթացը։ Ընկերության մշտական նորարարությունը, որակը եւ հոգատարությունն են այն շարժիչ ուժերը, որոնք կնպաստեն Հայաստանում վերանորոգման որակի բարձրացմանը։ Գործիր այնպես, որ ապագան քեզ շնորհակալ լինի։ Հիփսիմե Ավակյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։